Բարի գալուստ Profood Armenia 2025 համերի, գաստրոնոմիայի և հյուրընկալության տոնին։ Այս 3 օրերի ընթացքում Հայաստանը վերածվել է տարածաշրջանում գաստրոնոմիկ կենտրոնի։ Արմ Հորեկան նույնպես էստեղ է։ 3 օր շարունակ Հայաստանը դարձավ համաշխարհային գաստրոնոմիկ միջավայրի խաչմերուկ։ Որպես մասնակից ու ոլորտի փորձագետ ես ականատես եղա մի իրադարձության, որն անցնում էր սովորական ցուցահանդեսի սահմաններից, դառնալով բովանդակային հարթակ, զարգացման շարժիչ ու ազդեցիկ կամուրջ Հայաստանի ու աշխարհի միջև։ Միջոցառման հիմքում էր էքսպո ցուցադրությունը, որտեղ տեղական եւ միջազգային բիզնեսները ներկայացնում էին իրենց արտադրանքը, բրենդը, գաղափարախոսությունը։ Սա պարզապես ցուցադրություն չէր։ Սա կենթանի երկխոսություն էր արտադրողի եւ սպառողի, բիզնեսի եւ ներդրողի միջև։ Յուրաքանչյուր տաղավար մի ամբողջ պատմություն էր՝ տեխնոլոգիաների, խոհանոցային մշակույթների ու համերի պատմություն։ Profood-ի ամենասիրված հատվածներից մեկը մաստեր-կլասներն էին, որոնք վերածվում էին բեմականացված ներկայացումների։ Միջազգային ճանաչում ունեցող շեֆ-խոհարարներն այստեղ ոչ միայն կիսվում էին իրենց հմտություններով, այլև փոխանցում էին մոտեցում, աշխարհայացք ու սեր խոհարարության նկատմամբ։ Սնունդ պատրաստելը վեր էր ածվում արվեստի, ու դա անմիջապես զգացվում էր դահլիճում։ Profood Armenian ստեղծել էր մասնագիտական խորհրդատվության ու կապերի միջավայր, որտեղ հստակ գործում էր բիզնես տրամաբանությունը, բանակցություններ, գործընկերային առաջարկներ, շահավետ կապեր։ Այս փուլը թույլ տվեց հայկական արտադրողներին, ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին ու ներդրողներին խոսել միևնույն լեզվով՝ զարգացման մասին։ Ոգեշնչող էր հետևել նաև ProChef Armenia 2025 մրցույթին։ Տաղանդավոր երիտասարդ խոհարարները մրցում էին ոչ թե պարզապես մրցանակի, այլև ապագայի համար։ Միջազգային ժյուրիի ներկայությունն ու սահմանված մրցանակը, էմիրություններում վերապատրաստման հնարավորությունը ցույց էին տալիս, որ սա լուրջ հարթակ է կարիերայի նոր շրջափուլ սկսելու համար։ Հայ խոհարարական ապագան հստակ ձև էր ստանում հենց այստեղ, մեր աչքի առաջ։ Ավելի քան 200 միջազգային մասնակիցներ, գնորդներ ու ոլորտի ներկայացուցիչներ այցելել էին Հայաստան։ Նրանք ոչ միայն տեսան հայկական խոհանոցը, այլև զգացին մեր մշակույթը, մարդկանց ջերմությունն ու երկրի ներուժը։ Այս միջոցառումը զարգացնում էր ոչ միայն գաստրոնոմիան, այլև զբոսաշրջությունն ու երկրի ընդհանուր պատկերը միջազգային ասպարեզում։ Profood Armenia 2025-ը միանշանակ ազդարարեց նոր մակարդակ։ Հայաստանը ցույց տվեց, որ ունի որակ, գաղափար, մտքի ուժ եւ մշակութային կշիռ համաշխարհային F&B ոլորտում ներկայանալու համար։ Որպես մասնակից ես ինձ զգացի մի հարթակում, որտեղ անցյալի արհեստն ու ապագայի նորարարությունն ապրում էին կողք կողքի։ Սա պարզապես իրադարձություն չէր։ Սա իրականություն էր, երբ Հայաստանը համարձակվեց խոսել համաշխարհային մակարդակով, խոհանոցի, հյուրընկալության ու զարգացման լեզվով։